Արա այդ 3 օր մտել եք, բժիշկը չի տեսել, հա? Քավոր, եթե նեղվում ես մեր շատությունից, կարանք ես ու Վիտուսը դուրս գանք, դու ֆրիկը մնաք մենակ։ Նախանձում են մեր ջերմ շփմանը, Քավոր։ Արա, ուր դուրս գաք այդ դմբո, հազիվ սիրտս մի քիչ ուրախացել ա, որ ձեզ եմ տեսել, հետո որ իրեքից միասին եմ տեսնում, ինձ մոտ լավ եմ զգում ինձ էլի, հասկանում եմ, որ մենակ չեմ, դուք ինձ հետ եք, թե ու թիկունք եք, ու այդպես։ Քավոր ջան, գիտես, անկախ մեր մեջ եղած վեճերից մենք միշտ քո մեջքին կանգնած ենք։ Այ ես դեր ցավը տալ եմ, ֆրիկ ջան, որ այստեղից Աստված տա դուրս գամ, մատաղ եմ անելու, սաղիդ հրավիրելու եմ ու քեֆ ենք անելու իրար հետ։ Բա երբ ես դուրս գրվում, Քավոր։ Դա ես շատ գիտեմ, ինձ ով ա բան ասում էստեղ, Այնուամենայնիվ փեսուցդ մի օգուտ եղավ, էլի։ Սիրտդ վիրահատեցին, Քավոր ջան։ Ինչի վերակետ, աղջիկս, թորս, տեղափոխվեցին իմ տուն։ Քավոր, իսկ փեսետ ինչ եղավ, դեռ դուրս չի եկել։ Աբիժայիշ։ Բա, ոնց որ հերը չի հանելու, հա։ Որ թողնեմ, կհանի, բա ինչ կանի։ Իսկ ես առաջիկա մի քանի տարին նման մտադրություն դժվար թե ունենամ։ Լավա զանգեցիր։ Ես հետը չես ուզում խոսել, որ զանգերս անպատասխան ես թողնում։ Մարկոյով եմ ընկած, ամբողջ օրը հիվանդանոցում նրա հետ եմ անցկացնում։ Վիրահատությունը արվելու։ Ըստ երևույթին։ Դե ինչ ասեմ, հաջողություն Մարկոյին։ Կփոխանցեմ։ Քեզ մոտ ինչ վիճակ կա, ինչ հրատապարծ կար, որ այդքան զանգում էիր։ Շատ բարդ իրավիճակում եմ հայտնվել։ Չկարողացար լեզու գտնել տղայի հետ։ Նախ պետք է ճշտեմ, թե նրանցից որ մեկն է իմը։ Պատկերացնում ես, այսքան ժամանակ անգամ արտահայտվելու հնարավորություն չեն ընձեռնել։ Իսկապես բարդ իրավիճակ է, բայց նրանց պահվածքը տրամաբանական է։ Ես ճանաչելով այդ տղաներին կարող եմ ասել, որ քեզ համար արդյունքի հասնելը հեշտ չի լինելու։ Լսի, ինչ կլիներ, որ կարպիչի փոխարեն է տայլանդակության փոխարեն դու նրանց տեր կանգնեիր, ձեռքիդ տակ վերցնեիր։ Հիմա կարպիչի փոխարեն քեզ կաստվածացնեին։ Հավանաբար այդ մի քանի բարի գործը գնահատելով Աստված այս անգամ էլ խնայեց կարպիչի կյանքը։ Իդեպ ինչպես է, դեռ հիվանդանոցից դուրս չի գնվել, որ բալայաններին դեպի իր հաղթանակը տանող վերջին հարվածը հասցնի։ Մի րոպե, բայց դու դա որտեղից գիտես։ Ես քեզ զանգում էի, որ հենց դա ասեմ։ Հայաստանից։ Եվ ով է քո ինֆորմատորը։ Հանրությունը, Ագնեսը, հանրությունը։ Дядя. Ну как? Здравствуй. Ай, порадовал меня. Как только появляется свободная минута, сразу к тебе вырываюсь. Беру сумку и быстро в Армению. Порадовал меня, сынок. Когда ты появляешься, я сразу чувствую, что я не одинок. Что у меня есть помощник. Давай зайдем домой. Да нет, тут хорошая погода. Давай сядем во дворе, на чистом воздухе поговорим. Поговорим. Ты расскажи, как дела? Как всегда, напряженный график. Работаю 20 часов в день, 4 всего на себя. А устраивать личную жизнь пока рано? Только после тебя, дядя. Давид, без для меня. Я пойду стол накрою. Потом поедим и поговорим. А что, было бы плохо, если бы
Пока ты мне все рассказал бы, женщина накрывала на стол. Давид, Я не слушаю. Краем глазом все время ищу для тебя жену. Как только найду подходящую, сразу под мышку и к тебе в Армению. Но ты тоже, если что-то найдешь, прими меры. ну, я уже 26 лет забыв о личной жизни. Живу Анжелой. Есть новости. Ты уже рассказал Тану правду. Сначала я накрою на стол, поедим, потом поговорим. Արի պապա ջան, արի գնանք ներս պարկի, կամ էլ ուզում ես Ռենային ասեմ տեղ բերի։ Սուսկաց, ինձ ոչ տեղապետ, ոչ պարկել, դրանքին չեմ օգնի։ Յուրի ինձ ասա, տանում, այդ տղան, որին մենք այդքան Ինչի կանգնար այր։ Շարունակի, որին մենք այդքան ատում ենք, բալայանա։ ճիշտ չես արտահայտվում, ոնց կարող եմ ես ատել նրան, եթե կարգին չեմ էլ ճանաչում, բայց այսօրվա պես հիշում եմ, ոնց էստեղ մեր բակում Սպարտակ այդ տղայի դեմքը արյունովա արեց, պատրաստ էր սպանել նրան։ Սպարտակի մոտ այդ ցանկությունը չի մարել այր։ Շաբաթներ առաջ, եթե ես չհայտնվեի թեյարանում դրանց, կարող է եւ սպաներ։ Ինչ կլինի, եթե Սպարտակը իմանա ողջ ճշմարտությունը։ Ինչ պետք է լիներ։ Արյունահեղություն։ Իսկ ես դա թույլ չեմ տա։ Ահա թե ինչ եմ ես քուլ գնում այդ ջեպկիրին։ Այդ պարազիտ ջեպկիրը երբանից է իմացել, որ այդ տղան բալայանա։ Դա այր իրա բերանը ճիշտ խոսք չկա է։ Գնի սրբապրից մարդ է։ Երբ որ ես ճշմարտությունն իմացա, ուզում եի դրան կախեի, սպանեի, բայց ապացույց չունեի։ Ու ինձ թվում է, որ ինքը գիտեր, որ տանոն բալայանա։ Դրա համար էլ քաշեց թևի տակ։ Ու նրան տրամադրել է մեր դեմ։ Հա, հատկապես Սպարտակիս դեմ։ Ասեմ, որ այդ ջեպկիրը անարդյունք չի մնացել։ Սպարտակիս ու տանոին դարձել է թշնամիներ։ Հարազատ թշնամիներ։ Բայց այդ բոլորը կարող էր ուրիշ լիներ։ Նրանց հարաբերությունները ուրիշ լինեին, եթե ես այլ կերպ վարվեի։ Այ ես չեմ սիրում էլ այդ քո նախադասությունը։ Խնդրում եմ մյուս անգամ այդ չասես։ Ինձ դրանով ստորացնում ես։ Ինչ արել ես իմ համար ես արել, քո խղճին ու քո ցանկություններին դեմ ես գնացել հանուն ինձ։ Բայց ճակատագրից ու մեղքի զգացումից չես փախչի։ Տես, Աստված այս կան տարի հետո նրան կրկին մեզ հանդիպեցրեց։ Այ ես սկսել եմ վախենալ։ Աստված բալայանների հետ այս երկրի վրա է սկսել դատաստան տեսնել։ Կարծես Մարկեսի հերոսներից լինենք։ Ճակատագրերն ու պատմությունները բալայան ընտանիքում կրկնվում են։ Մաղորմի Մարկեսին։ Ես պատրաստ եմ պատասխան տալ իմ արածի համար։ Մենակ թե Սպարտակս չհայտնվել ես կեղտոտ պատմության մեջ։ Ես կուզեի տեսնել այդ տղային։ Դու չես կարող հայտարարել, որ ինքը բալայանա։ Ինչպես եւ չեմ կարող հանդիպել նրան։ Դրանով դավաճանած կլինեմ Սպարտակիս։ Իսկ նա իմ թուլությունն է։ Ես միշտ եմ դա ասել։ Չգիտեմ, գուցե ես հիմա էլ եմ անարդար։ Մեկին ամեն ինչ, մյուսին ոչինչ։ Իսկապես անարդար է։ Չէ, ոնժոգում եմ քավորին մեռնել չկա, ինքը շատ է սիրում ես կյանքը։ Քո ասածը քո դուրն եկավ տանուն ջան։ Դե լավ մի նեղվի, ես վատ իմաստով չեմ ասում։ Լավ, եկեք տեսանք, որ լավ է։ Հիմա կանանք գնանք։ Որ դուք էլ իրար չուտեք։ Չէ, մի վրացի վիճոք։ Ես մի անգամ էլ պիտի մտնեմ քավորի մոտ ու Այդ խի որ, ինչ որ թաքուն բան ունես հետը խոսալու։ Այ, ինչ պետք է խոսես։ Քաջից պիտի հարցեր տան, վիճոք ջան։ Այդ հարցերդ աչքիս
Մնաց հետո։ Ինչի։ Սիրտը թրթռած։ Բարի ապրեք։ Բարև միշտ։ Բաբին ասեց, որ Գավորին վիրահատել են։ Մենք էլ եկանք տեսնենք ոնց է։ MK-ին ուղեկցեմ պապայի մոտ, հետո կխոսենք։ Դե մենք էլ գնանք։ Չէ, դե ուր։ Միշին չլսեցիք ինչ ասեց, շնորհքի հարցը։ Ay, elim akçığına papan sametali. Վախեցել էիր պապայի համար բալես։ Մաման ասաց, որ վիրահատությունը լավ է անցել։ Շուտով դուրս կգրվես։ Որ մամատ ասել, մամատ դիպլոմով սնխչի է։ Ինքը որ ասել է, ուրեմն տենց էլ կլինի։ Հումորս չանցավ։ Ուզում էի, որ դեմքից ժպիտ կար։ Ժպիտն ինչի սա պետք։ Ոնց թե ինչի դա պետք։ Որ ասում եմ, ուրեմն պետք է բալես։ Մերդ էլ սաղոր քեզնից է պատմում։ Ես ամեն ինչից տեղյակ եմ։ Ինչի հաս չես ուտում, հա? Այդ ինչի ես փակվել սենյակում, նեղացել ես կյանքից, հա? Պապ Սպարտակ Բալայանը հաղթեց ինձ։ Մյուս անգամ նման բան չասես, վախկոտ ու հանցագործ մարդիկ չեն կարող խաղթող դուրս գալ։ Արդյոք ինձ պետք էր էս անհանգստացնող հանգստությունը։ Եթե Սպարտակ Յուրովիչին ոչինչ չէի ասել, եթե վախեցել էի, ինչի վախս կորցրեցի ու բերանս բացեցի։ Իսկ եթե վախն ինձ համար կեղծ պատճառաբանություն էր, որդուն պիտի որ պատմած լինի, սա էլ իր հերթին հորն ավելի կտրամադրի իմ դեմ։ Տրամադրումը թող տրամադրի։ Երևի ժամանակն է, որ ազատվեմ Բալայաններին ծառայելու և նրանց հավանությանն արժանանալու մոլուցքից։ Քեզ կործանեց որպես կին, իսկ հիմա որպես մարդ։ Հա, մի բան էլ կա։ Հետը բարուրի երեխա կար։ Մի անգամից երկու լուր, երկուսն էլ ապշեցնող։ Պիտի ուժեղ լինեմ, որ կարողանամ այս անգամ ճիշտ կողմնորոշվել։ Ժամանակին էգոիստ գտնվեցի իմ դաժան, անարդար վճռի արդյունքում երկու եղբայր թշնամի են այսօր։ Ես իմ ձեռքով թորանս փողոց եմ գցել։ Պապ, գիտես չէ, քո վերադարձը ոնց է Սպարտակից ոգևորել։ Ցանկալի կլինի, որ հաճախակի հետ խոսես։
Որովհետև դու քո խորհուրդներով նրան կարողանում ես օգնել։ Էլ չասեմ, որ քո խոսքը նրա համար օրենք է, նա քեզ լսում է։ Այն ժամանակի որ ես ընտանիքը փրկելու միակ տարբերակը նրան բերցից ազատելն էր։ Զավակին պաշտպանելու ծնողական բնազն ամեն ճշմարտությունից, ամեն արդարությունից ու խղճի ձայնից վեր էր։ Պապ, ինչ անենք, ոնց օգնենք։ Նրա ազատությունից ոչ պակաս ինձ անհանգստացնում է, նրա ընտանեկան կյանքը։ Պապ, դու Սպարտակի մասին ես մտածում, թե Յուրայի հետ ունեցած զրույցի մասին։ Ըստ երևույթի Անժելին։ Անընդհատ ինքս ինձ հարց եմ տալիս։ Ինչ էսպես ստացվեց։ Մի սայթակումը, մի սխալ քայլը կարող է մի ամբողջ կյանք խորտակել։ Ինձ միայն Սպարտակս ու թոռներս են մտահոգում։ Սպարտակս Էմիլիից շատ է հիասթափվել։ Հասցրեցի նկատել։ Ազատության մեջ լինելով մտադիր է Էմիլիից երեխուն վերցնել։ Էմիլին էլ տվեց երեխային։ Սարսափելի իրավիճակ կստեղծվի։ Բայց չեմ էլ կարծում, որ այդ ընտանիքը հնարավոր է փրկել։ Թոռս սիրում է Էմիլիին։ Բայց ես վստահ չեմ, որ իրենց ընտանիքը եթե քանդվի, Սպարտակը կգտնի իր երջանկությունը ու իր տեղը կյանքում։ Ընտանիք կազմել միակողմանի սիրո հիման վրա սխալ է, պապ։ Բայց նրանց միությունը փոխադարձ սիրո արդյունք էր։ Մենք էլ էինք այդպես մտածում, բայց Էմիլին չի սիրում Սպարտակիս։ Սիրում է։ Հա։ Բա որ սիրում է։ Ուր է։ Տղայիս հետ ինչի այդպես վարվեց, մեզ հետ ինչի այդպես վարվեց։ Դա ինչ սեր է, պապ, որ միշտ Սպարտակից դժվար պահին նա թողնում ու հեռանում է։ Ինչքան էլ ինձ տեղ լավ ընդունեն, ես ինձ իմ ապսեմ չեմ զգում։ Խորթեն ինձ համար ես պայմանները։ Բաբի ջան, քո միշի սպասվելի կամուսնության վրա նավսկա, նավսկա, անընդհատ մի բան ըննում է ու ձեր ամուսնությունը հետաձգվում է։ Բայց ոչինչ, էսա քավորը դուրս գա ու մի անգամից շատ արագի մեջ կազմակերպենք ձեր հարսանիքը անենք, Արև ջան, Ազիզ ջան։ Իմ կնոջի վրա եմ նավսկա։ Երևի ապորինի ջան, երևի։ Թող քավորը դուրս գա, հերթոսախ կանենք, բալաջան։ Մատաղել կանենք իր ապակինման համար ցավը տանեն։ Չի ստացվում։ Ես ինձ այստեղ այնքան լավ չեմ զգում, ոնց որ տղերքի հետ էր։ Իրանց հետ ուրիշ էր։ Այ իրանց հետ ես իսկապես երջանիկ էի։ Բաբի ջան, այս ձայնը դուրս չի գալիս, բալա։ Քավոր կինը քեզ հետ է, բաբի։ Աղջիկ ջան, աղջիկ կպել, հա, երեխունից դու։ Դու բալա ջան, ոչի։ Ինչ եղավ։ Այն ա եղել, որ երեխեն ձեռքդ ընկնում էր։ Հայ ընկնում էր ձեռքդ։ Ու շատ եղի։ Դա որ քեզից լավ է երեխա պահում։ Բաբիներ է լավ պահում։ Մտքերով է եկել, կներեք, տվեք։ Բաբի ջան, էլի եմ ասում, ու շատ երեխի։ Ես չգիտեմ, հացով ընկնեմ, թե երեխեքով ընկնեմ։ Պահի։ Ջան։ Մաքս ջան, դա ոսքեզ լավ է նայում, բալես։ Да, затруднительная ситуация. Не знаешь, что сказать или вообще промолчать. Я уже не молод. Я уже на закате своих лет. Хочу узнать моего внука. И чтоб он меня узнал. И чтоб
ему быть дедом. И узнать, что стало с Анжелой. В этом вопросе всегда обманывают. Я жду прихода Балаяна, Юрия. Если он сегодня не придет, я сам пойду к нему на работу. Дядя, Анжела не отдала бы сына в приют. Она не бросила. Это сделали Балаяны. Но она не отдала бы им. Я видел, как она привязалась к нему. Она бы отдала сына в хорошую семью, но она не сделала это. Почему говоришь все это? В общем, как тебе это сказать? Просто я думаю, что считать, что Анжела жива, не надо. Прости, дядя. Ничего. Я уже давно свыкся с этой мыслью. Но пока не увидел ее мертвой, все равно остается надежда. Извини, сейчас вернусь. Здравствуйте. Здравствуйте. Вы, наверное, Юрий? Извините, но я не могу назвать ваше имя. Хорошо, что мы встретились. А вы кто? Я двоюродный брат Анжелы. Я знаю намного больше на данный момент, чем вы думаете, коллега. Извините, вы что-то путаете. Я своих коллег очень хорошо знаю. Я служу для Грузии, а вы для Армении. А, вот оно что. Я хотел бы поговорить с вами, но не в присутствии моего дяди. Запишите мой номер телефона. Вы позвоните, созвонимся и встретимся. Если бы не пришел, я бы сам пришел. Давид, он Юрий Балаян. Успели познакомиться. В неудобное время пришел. У тебя же в гости. Перенесем наш разговор на другой день. Тебе такой повод нужен был. Мы можем говорить в присутствии моего племянника. Он нам не помешает. Дядя, он пообещал дать все исчерпывающие ответы, но не сегодня. Давай пойдем ему навстречу. Если вы согласны, я пойду. У меня еще дела. Я согласен, вы можете идти. Ты зачем так поступил?
բարձել մի քիչ վերև տար, բալես, լավա, պապանցա տալի, լավա։ Հիմա քեզ լավ ես զգում։ Ոնց կարող եմ ինձ լավ զգալ այ բալա, երբ որ տեսնում եմ ոնց ես տանջում ու տառապում։ Պապ, չեմ ուզում անդրադառնալ մեր արդեն ունեցած խոսակցությանը, բայց արդեն ժամանակ է անցել։ Հնարավոր է դու ինչ-որ բան մտաբերած լինես, հասկացած լինես, որ Սպարտակը քեզ իրոք չի տեսել։ Ամեն գնով փորձում ես արդարացնել էլի դրան։ Չեմ փորձում արդարացնել։ Ուղղակի իրականությանը չեմ ուզում հավատալ։ Բալես, եթե պիտի այդպես տանջվես ու տառապես, եթե չես կարողանալու առանց այդ դեբիլի ապրել, եթե ինքը քեզ պետք է, եթե ինքը իմ թոռանը պետք է, ուրեմն ես կարող եմ բողոքս ետ վերցնել։ Բալես, չեմ ցանկանում քեզ տառապելիս տեսնել, բայց եթե իսկապես չես կարողանալու ապրել առանց այդ հանցագործի, ուրեմն ես հանուն քո երջանկության պատրաստ եմ նաև իմ անձի վրայով անցնել։ Դու մենակ ասա, ես հանուն քո երջանկության ամեն ինչ կանեմ։ Պապ, դու վերջապես դուրս արի հիվանդանոցից։ Չես կարողանում պատասխան տալ։ Լավ, բալես, մտածի, դեռ ժամանակ կա։ Ես այստեղից դուրս կգամ ու դու ինձ պատասխան կտաս։ Վախ, ապրես որեկար բալես, ապրես, հիմա գնա երեխու մոտ, դու հիմա իրան ես ավելի շատ պետք, մենակ մի թող, գնա։ Միշտ ջան, քավորը մեզ ձեր հարսանիքին է հրավիրում, իսկ դուք ոնց հասկացա, դեռ խաբարել չեք, հա։ Դե իրականում պիտի արդեն հարսանիքը եղած լիներ, բայց ԴՄԿ-ի ծննդաբերությունը ու պապայի հետ պատահած այս դեպքերից հետո մեր ծրագրերը փոխվեցին։ Բա միշտ ձեր փեսուց ինչ կա, դեռ բռնված է։ Հա, պապան բողոքում է ու ոնց որ թե նահանջելու մտադրություն չունի։ Ափսոս։ Չհասկացա քեզ տանը։ Դե կուզենայի որ դրսում լիներ, որովհետև մենք շատ էինք կապնվել իրար հետ։ Կատակ անում միշտ ջան, դու են ասա, մենք արդեն շոուերը առնենք հարսանիքի հետ կապված պատրաստվենք, հա։ Ջերմուլ, քեզ տուն տանեմ։ Մենք էլ դուրս գանք։ Ես շնորհակալ եմ ձեզ պապայի հանդեպ ունեցած հոգատարության համար։ Ճիշտ է, պապայի ոչ լավ վերաբերմունքից հետո ձեր պապվածքը շնորհակալ լինելու առիթ է տալիս։ Բացի վատ վերաբերմունքը, ինքը մեզ ահագին լավ է վերաբերվել, ինչը որ չի կարելի մոռանալ։ Իսկ կոնկրետ ինձ կյանք էլ է տվել, որը որ ես մինչև կյանքի վերջ չեմ մոռանա։ Միշտ վատի կողքը պետք է լավն էլ դնես։ Չէ, իսկականից արդեն մեր դուրս գալու ժամանակն է, ու ճիշտ է ուզում էի մտնել քավորի մոտ, բայց էլ չեմ մտնի, չեմ ուզում շատ ծանրաբեռնեմ։ Գնացինք, հաջողություն։ Միշտ ջան, հաջողություն Էմիլի ջան։ Մերսի տղեկ ջան։ Բաբին կբարևես։ Որ հիշեմ անպայման կբարևը։ Քավորի աղջկանը չարսեցին, Էմիլի ջան, երեխան ո՞նց է։ Լավ է, մերսի։ Թող լավ լինի, քավորի թողները սաղն էլ պիտի լավ լինեն միշտ, չէ։ Հաջողություն։ Հաջող։
Միշտ պապայի մոտ չես մտնում։ Գնանք։ Չէ, ավելի լավ է քեզ տուն տանեմ, մեկը ես հետո էլի գալու եմ հիվանդանոց։ Այդ ժամանակ նոր կմտնեմ պապային կտեսնեմ։ Միշ, ինձ տուն մի տար։ Ոնց։ Տար ինձ ոստիկանություն։ Ես պիտի տեսնեմ նրան։ Գժվել ես Էմուլ։ Ինչի համար, իմաստը ո՞րն է։ Որ տեսնեմ նրան ու երեսին ասեմ են ինչ-որ մտածում եմ իր մասին։ Էմուլ, ինչ կա արդեն ասել ես։ Խնդրում եմ, ավելի մի ծանրացրու իրավիճակը։ Չէ, Միշ, խնդրում եմ, ես նրան պիտի տեսնեմ։ Ասենք տարա, Էմուլ։ Բայց ով կթողնի մեզ ներս մտնենք, կասես, ով կթողնի, որ դու սպոյին տեսնես։ Եթե իմանան կինն եմ, կթողնեն։ Ու ոնց որ մոռացել ես, որ Յուրի Բալայանի որդին է։ Ալո։ Ալո։ Այո։ Ինչ։ Մեկ ուսարանակ տեղափոխում։ Շնորհակալություն ամենայն դեպս որ տեղեկացրիք։ Դուք պետք է ինձ տեղեկացնեք։ Ալո։ Ես պապայից նեղացած ես։ Չես ուզում ձայնը լսես, բալես։ Դու մամային նեղացրիր։ Իսկ ես չեմ սիրում, որ մամային նեղացնում են։ Բալես։ Ես բարկացած էի ու չէի հասկանում ինչ եմ անում։ Կամ էլ երևի հասկանալով մամայիդ էի պատժում աղջիկս։ Պապ, դու լավ ես։ Վատ եմ, բալես, շատ վատ եմ։ Ինչ է եղել։ Այդքան բան ա եղել, բալես, որ պապատ ինքն իրան կորցրել է ու խմիչքի հետ ընկերացել է աղջիկս։ Պապ, խմած ես։ Բալես, ասեցի, չէ, լավ չեմ, ցավդ տանում։ Պապ, մի խմի։ Դու արի մեր տուն, ես մամայի հետ կխոսամ ու ինքը քեզ կների։ Ալո, պապ։ Ալո։ Բալա, դու ինձ մի բան ասա, խնդրում եմ։ Քո պապան լավ մարդ է։ Որ չի բարկանում ու չի խմում, ոնց որ հիմա շատ լավ մարդ է։ Այսօր քեզ մեկ ուսարան են տեղափոխելու։ Իսկ հիմա մոտդ մարդ է եկել։ Կանչեմ կան տանեմ, թե դու կգնաս։ Կգնամ, երբ խոսենք։ Մենք խոսելու բան չունենք։ Ինչ կարան իրար օտար մարդիկ իրար հետ խոսան աղջիկ ջան։ Ես չեմ վիճում։ Ես էլ։ Ինչ եկել ես համոզվես, տեսնես ցանկությունդ կատարվել է, թե չէ։ Արդյոք բերդում եմ, արդյոք փտում եմ, հա։ Ասեմ, որ ստեյոտը լավ է սառնա, ունես լավ է թարմ եմ մնում։ Սպո, ես երկար եմ մտածել ու… Բայց դու արխային, այսօր ասեցին, որ տեղափոխելու են բերդ։ Այդ մի ցանկությունը իրականություն է դառնում։ Բայց ինչպես ասացի, փդելու մտադրություն չունեմ։ Ստեղ օդը սառնա։
Թարմ եմ մնում։ Այդ սառնությունը ինձ օգնում ավելի ճիշտ կյանքը գնահատեմ։ Ես չէի ցանկանա, որ դու այստեղ հայտնվեիր։ Բառերի հետ պետք է զգույշ լինել, որովհետև բառերը ներվում են, բայց չեն մոռացվում։ Բայց իմ դեպքում այդ ներումն է չի լինելու։ Ես պատրաստ եմ պապային խնդրել, համոզել, որ բողոքը ետ վերցնի։ Ես դա կանեմ հանուն մեր երեխայի։ Ժամանակ ես քեզ կսպանեմ։ Ես չեմ ճոգում ես ինչ խաղ է, ինչ ներկայացում է, ինչի համար է, բայց ասեմ, որ ստացված չի։ Ինձ քեզնից ու պապայիցդ բան պետք չի, հասկացար։ Ես քեզ ատում եմ, սպա, ատում եմ։ Քո իրավունքն է, ինչ ուզում ես ա։ Մեր որդուն Հենրի եմ կոչել։ Լավ ես արել։ Ինչ ուզում ես կոչի։ Այդ որ ստեղից դուս եկա, ինքը իմ հետ է լինելու։ Ու ես իրան կկոչեմ այնց ոնց որ ես եմ ուզում։ Պոմի այնպես արա, որ ես երազեմ քո այստեղից դուրս չգալու մասին։ Դու երազի, ինչ ուզում ես երազի, ես քեզ խանգարում եմ։ Պրոստը մարդ ես, կարող է երազանքները չիրականանան։ Հենրի անունը դու ես ինձ մի անգամ ասել։ Հա։ Չեմ հիշում։ Չեմ հիշում։ Քո հետ կապված ոչ մի բան չեմ հիշում։ Ամոռացած եմ ստեղ ես ինչով եմ զբաղվում։ Քո հետ կապված ամեն ինչ մեկ առ մեկ վառում է, մոռանում եմ։ Իմացար։